Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա դուք լսում եք պրոֆեսոր Արմեն Դարփինյանի ժամը, հեղինակը առաջին խոսափողի մոտ է, ես Դավիթ Խումարյանն եմ, երկրորդ խոսափողի մոտ եմ, բաժանորդագրվեք լրատվական ռադիոյին, գործարար Ալիքին եւ Արմեն Դարփինյանի օգտահաշիվներին, բոլոր սոցիալական հարթակներում, YouTube-ում, Telegram-ում, Facebook-ում, որտեղ որ գտնեք։ Բարև ձեզ, պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, Դավիթ ջան, բարև ձեզ, սիրելի բարեկամներ, մեզ լսողներ եւ դիտողներ։ Արձանագրում ենք, որ Ռագբարը Պարսկաստանի մեր հարևան Պարսկաստանի առաջնորդը այլևս չկա, նոր առաջնորդ դեռ չի ընտրվել, Ամերիկան եւ Իսրայելը սկսել են երևի թե Պարսկաստանի դեմ տեղի ունեցող ամենամեծ ու ամենախոշոր, ամենալայնամասշտաբ օպերացիան։ Այո, սա նախերգանքն է փաստորեն հերթական համաշխարհային պատերազմի իմ կարծիքով։ Բայց Դավիթ ջան, մենք պիտի երևի անդրադառնանք մեզ ուզող հարցերին, ինչպիսի դասեր մենք պիտի քաղենք ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրավիճակից եւ գործողություններից, գործընթացներից, որտեվ հույժ կարևոր է, որ մենք չսխալվենք եւ հույժ կարևոր է, որ ճիշտ գնահատենք իրավիճակը, հա։ Ես առանձնացրել եմ անկեղծ ասած 6 դաս, որ մենք պիտի ու պարտավոր ենք քաղել այս իրավիճակից։ Երեք ես լսեցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ելույթը, ճիշտն ասած հատուկ ելույթ էր, որը ինձ դուր եկավ։ Սովորաբար Մակրոնի ելույթները եւ նրա դրսեւորումները ինձ դուր չեն գալիս, հատկապես նաեւ հայաստանյան ուղղությամբ նրա հորդորները, որոնք որ հետևողական չեն եղել, էլի, այսինքն Ֆրանսիան հետևողական չեղավ, օրինակ մեր Ղարաբաղյան հարցի հետ կապված սենատը ընդունեց համապատասխան որոշում ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բայց Ֆրանսիայի կառավարությունը իդեպս նույն Մակրոնի որևէ այլ գործողություն չկատարեց, բայց Մակրոնը ելույթ ունեցավ եւ փաստեց հետեւյալ բան, նա ասաց 3 բան. նախ, ազատ լինելու համար պետք է ունակ լինել, վախ եւ սարսափ ներշնչել, հա, մի հատ հասկանանք, ազատ լինելու համար պետք է լինել ունակ, վախ եւ սարսափ ներշնչել։ Եվ վախ եւ սարսափ ներշնչելու համար պետք է լինել ուժեղ, իսկ ուժեղ լինելու համար պետք է ունենալ միջուկային զենք։ Խնդրեմ Մակրոնի բանաձևը, այսինքն երրաստիճան բանաձևը, եւ ավելին հայտարարեց, որ առաջիկա 50 տարին լինելու է ատոմային միջուկային զենքի դարաշրջանը։ Ավելին հայտարարեց, որ Ֆրանսիան, որպես միջուկային երկիր, պատրաստ է իր երաշխիքները, միջուկային ատոմային զենքի երաշխիքները տրամադրել Եվրոպային, որովհետև այդքան էլ վստահ չէ, որ Ամերիկան, Միացյալ Նահանգները այդ զենքը եւ այդ տանիքը պատրաստ կլինեն տրամադրել Եվրոպային։ Այսինքն Ֆրանսիան պատրաստ է կիսվելու իր միջուկային հնարավորություններով եվրոպական անվտանգությունը ապահովելու համար։ Հա? Հիմա անդրադառնում եմ մեզ։ Մենք ունենք միակ երկիրն ենք տարածաշրջանում 50 տարի, ավելի քան 50 տարի առաջ, որը ուներ ատոմակայան, հա։ Հիմա ցավոք սրտի մենք միակը չենք, կամ գոնե միակը չենք լինի տարածաշրջանում, որովհետև բոլորը, այդ թվում Թուրքիան ունի, ասենք 10 ատոմակայան կառուցելու նախագիծ, հա։ Իսկ ամբողջ աշխարհը հիմա գոնե վեստերն աշխարհը, այսպես ասած, հա, արևմտյան աշխարհը ապստամբել է Իրանի դեմ, հիմնականում նրա միջուկային ծրագրի դեմ, հա, որովհետև ուրանի հարստացումը կարող է բերել միջուկային զենքի ուրեմն արտադրությանը եւ Միացյալ Նահանգների հիմնական, այսպես ասած, գործոնը նրանց Իրանի նկատմամբ հարձակման գոնե ֆորմալ կերպով նրանք բացատրում էին այդպես։ Չնայած իմ կարծիքով այսօր արդեն Միացյալ Նահանգների եւ հատկապես Իսրայելի նպատակը ոչ միայն եւ ոչ այնքան միգուցե այդ միջուկային զենքի թույլ չտալն է Իրանին, այլ Իրանի ուղղակի գործող համակարգի արմատախիլ անելը։ Ռեժիմի տապալումը, որին մենք կանդրադառնանք այդ նպատակին, բայց նորից Մակրոնը իր տանիքը եւ անձրևանոցն է տրամադրում Եվրոպային։ Հիմա հարց.
պարոն Մակրոնին եւ ընդհանրապես Ֆրանսիային որպես մեր բարեկամ երկիր, որպես ստրատեգիական համագործակցություն մեզ հետ ունեցող եւ բարեկամաբար տրամադրված երկիր, որպես միակ երկիր, որի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես այդպիսին, որպես անկախ պետություն։ Հարց. ինչքանով մենք որպես Հայաստան այդ տանիքի հնարավորությունը կունենանք եւ ինչու չունենք այդ հնարավորությունը թեկուզ Ֆրանսիայից, հա? Որովհետև նա այդ հայտարարությունը արել է, եթե մենք մտնում ենք միջուկային զենքի դարաշրջան, 50 առաջ ասած առաջիկա 50 տարին միջուկային զենքի դարաշրջան է։ Մենք այդ դարաշրջանում որպես Ֆրանսիայի ստրատեգիական գործընկեր երկիր մեր տեղը ունենք, թե ոչ։ Ես կարծում եմ, որ առաջին հետևությունը, որ մենք պիտի անենք սրա հետ կապված, այն է, որ մենք պիտի փորձենք այդ տանիքի տակ տեղավորվենք, հենց Ֆրանսիայի տանիքի տակ։ Սրանից գալիս է երկրորդ հետևությունը, որի վերաբերյալ մենք նախորդ հանդիպումների ժամանակ որոշակի ենթադրություններ արեցինք, մասնավորապես, որ կարծես թե Փաշինյանը հայտարարեց, որ մեր այս մոդուլային ատոմակայանները չեն գալիս փոխարինելու մեր հիմնական ատոմակայանին, այլ գալիս են փոխ լրացնելու։ Ես պիտի հիասթափությունս հայտնեմ, որովհետև դրանից հետո մի քանի հայտարարություն եղավ հայաստանյան պաշտոնյաների։ Ես էլ ասենք, որ չհաստատվեց այդ թվում Փաշինյանի մի քանի հայտարարություն եղավ, որ չէ, մենք որան փոխարինում ենք մոդուլային կայաններով, որովհետև դրանք մեզ ավելի ձեռնտու են, որովհետև դրանք ավելի ճկուն են, որովհետև դրանց ավելի հեշտ կարելի է կանգնացնել, որովհետև մեր սպառումը կարող է քիչ լինի եւ մենք դա անկեղծ ասած բացարձակապես անընդունելի դատողություններ են ինձ համար։ Եվ եթե մենք մտնում ենք միջուկային դար, հարգելի պարոնայք, եւ եթե դուք ինչ-որ ժամանակահատված լսել եք Մակրոնին, հետո կարծես թե կանգնեցիք այդ ճանապարհին, սկսեցիք լսել Տրամպին։ Տրամպին, ավելի շուտ սկսեցիք լսել Տրամպին։ Հիմա ես հորդորում եմ վերադառնալ եւ լսել Մակրոնին, որտեղ Մակրոնը հայտարարում է, որ առաջիկա դարաշրջանը ատոմային զենքի դարաշրջան է, ընդհանրապես ատոմային տեխնոլոգիաների դարաշրջան է։ Եվ ուրեմն մենք իրավունք չունենք ուղղակի փոխարինել մեր գործող ատոմակայանը մոդուլային ատոմակայաններով, մենք պարտավոր ենք փոխ լրացնել մեր գործող ատոմակայանը, այսինքն ստեղծել եւս մեկ խոշոր հզոր մոտ 1000 մեգավատանոց ատոմակայան եւ ոչ թե մտածել, որ մենք սպառման հնարավորություն չունենք, այլ ստեղծել այդ սպառման հնարավորությունները, ստեղծել ինդուստրիալ զարգացման այնպիսի ստրատեգիական ծրագիր, որը բացարձակապես կհանի այդ խնդիրը, որ մենք սպառման տեղ չունենք, մենք սպառման տեղ պարտավոր ենք արտահանում անենք, պարոն Դարբինյանի, մենք պարտավոր ենք ունենալ սպառման տեղ։ Հիմա գալիս ենք արտահանմանը, եթե գանք արտահանմանը, մեր էքսպերտային, այսպես ասած, այդ թվում քաղաքականամերձ շրջանակները միանգամից ուրեմն բոյկոտեցին այն գաղափարը, որ կարծես թե կառավարող մեր տղաները ներկայացրեցին, որ ապագայում տեսնում են Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա միասնական էներգոհամակարգին, ուրեմն որպես Հայաստանը մասնակցի միանա։ Ուրեմն մենք ուր պիտի արտահանենք, մենք պիտի արտահանենք Թուրքիա։ Որպեսզի մենք արտահանենք Թուրքիա, մենք պիտի միանանք այդ էներգոհամակարգին, հասկանում եք։ Պարսկաստան, բայց արտահանում ենք, չէ՞, կա այդ Պարսկաստանը չունի այդքան մեծ կարիք, որովհետև մենք Պարսկաստան արտահանում ենք միայն ամառը, իսկ ձմեռը հակառակը չենք արտահանում, այսինքն դրա կարիքը չունեն, մենք ընդամենը swap ենք անում, այսինքն մենք արտահանում ենք ուրեմն էլեկտրաէներգիա, ստանում ենք դրա դիմաց գազ ընդամենը, հա։ Դա չեղավ արտահանում, այսինքն մենք նետո արտահանում չունենք, հա, արտահանումը կլիներ, երբ որ մենք իսկապես մենք ունենք հնարավորություն դեռևս նորից սովետական միության ժամանակ կառուցված էներգետիկ մեր հնարավորությունները, այսինքն բարձրավոլտ մեր գծերը դեպի Թուրքիա մենք հնարավորություն ունենք մոտ 400 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, թեկուզ այսինքն փոքր որոշակի աշխատանքներ կատարելուց հետո մենք կարող ենք արդեն այդ արտահանում իրականացնել, բայց նորից, եթե մենք խոսում ենք արտահանման մասին, մենք պիտի խոսենք միասնական էներգոհամակարգի մասին, որի նկատմամբ, որի վերաբերյալ դեռ քաղաքական կոնսենսուս ձևավորված չի երկրում, այսինքն մենք դեռևս եւ կարծում եմ, որ դա նույնպես ունի օբյեկտիվ հիմքեր, որովհետեւ
մեր տարածաշրջանում խաղաղությունը դեռևս փաստ չէ, փաստարկված չէ եւ մենք դեռևս չենք կարող դրանում համոզված լինել եւ վստահ լինել, որ այդ խաղաղությունը կգա։ Սա առաջին բլոկ հետևություններն են եւ դասերը, որոնք մենք պիտի քաղենք։ Երկրորդ բլոկը կայում է հետեւյալում։ Մեծ հաշվով այս տարածաշրջանային զարգացումները եւ Ամերիկա-Իսրայելյան հարձակումը Իրանի վրա ունի մեկ նպատակ։ Խոսքը գնում է թե ով է լինելու տարածաշրջանային դոմինանտ երկիրը։ Եվ ես պիտի հիասթափեցնեմ նորից մեր որոշ կառավարող, միգուցե եւ ամբողջ կառավարող թիմին, որ այդ դոմինանտ երկիրը լինելու է ոչ թե Թուրքիան, այլ Իսրայելը։ Եվ նման խաղադրույք է իրականացրել նախագահ Թրամփը։ Նախագահ Թրամփը եւ Միացյալ Նահանգները այսօր համարում են Իսրայելը որպես տարածաշրջանային պոտենցիալ դոմինանտ երկիր։ Բայց մեր տարածաշրջանի։ Մեր, իհարկե։ Այսինքն իրանք մեզ այդ տարածաշրջանում են ընկալում։ Իհարկե, որովհետեւ այդ նույն տարածաշրջանում կա երկու հակամարտող, դե չհաշված Իրանը։ Իրանք համարում են, որ Իրանի խնդիրը իրենք կլուծեն ցանկացած գնով։ Ինչպես ես տեսնում եմ եւ մենք տեսնում ենք գնի արժեվ նրանք չեն կանգնում, կանգ չեն առնում, հա, ցանկացած գնի պատրաստ են իրենք։ Ցանկացած զոհաբերության, ցանկացած ջախջախումների ընդհանրապես պատրաստ են նրանք։ Տարածաշրջանում գոյություն ունի երկու հավակնորդ այդ դոմինանտ երկրի, դա Թուրքիան է եւ Իսրայելը։ Եվ ես պիտի փաստեմ այսօր, որ Միացյալ Նահանգները խաղադրույքը կատարել են Իսրայելի վրա։ Ավելին ասեմ, Աբրահամյան այդ պրոտոկոլները, որոնք որ ստորագրվում են Գալֆի երկրների կողմից, Պարսից ծոցի երկրների կողմից, մուսուլմանական միապետությունների կողմից, նրանք փաստորեն գալիս են փաստագրելու նրանց կողմից Իսրայելի դոմինացիան ընդունելը։ Այսինքն նրանք ովքեր ստորագրում են Աբրահամյան համաձայնագրերը, նրանք ի սկզբանե դրանով իսկ ընդունում են փաստը, որ Իսրայելը գալիս է դոմինացիայի, այսինքն այս երկրում, այս տարածաշրջանում Իսրայելի առաջնային դերակատարումը նրանց կողմից ընդունվում է։ Եվ ուրեմն այս պատերազմը դրա մասին է, եւ միայն դրա մասին է, հա։ Այսինքն երկրորդ հետևությունն այն է, որ մեր կանխատեսումները, մեր քաղաքական վերնախավի կանխատեսումները առայն, որ Թուրքիան դոմինանտ է այս տարածաշրջանում եւ մենք ստիպված ենք ենթարկվելու նրանց կողմից ներկայացվող առաջնահերթությունին, դա սխալ խաղադրույք է։ Խաղադրույքը Իսրայելն է։ Հիշեցնեմ, որ Երևանից մինչև Թել Ավիվ ավելի պակաս քան 2 ժամում կարող ես հասնել, հա։ Այո, դա մեր տարածաշրջանն է, Դավիթ ջան, դա մեր տարածաշրջանն է։ Նահանգներն էլ են դա տենց ընկալում, որ սա մեր տարածաշրջանն է։ Պես պիտի ընկալվի, որովհետև Թուրքիան մեր տարածաշրջանն է, իսկ Թուրքիան նույնպես դոմինացիայի հավակնություններ ունի այս տարածաշրջանում։ Ուրեմն Իսրայելն է խաղադրույքը։ Մեկ, երկրորդը մենք ունենք շատ հետաքրքիր փաստարկ այդ Թուրքիայի դոմինացիայի դեմ։ Գիտես, մի երկիր, որը իր գործողությունները պայմանավորում է մյուս երկրի քայլերով կամ նրանց կմահաճույքով, չի կարող լինել դոմինանտ։ Թուրքիան այսօր իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ամբողջապես պայմանավորում է Ադրբեջանի մոտեցումներով։ Թե ձևեր են թափում, իրանք առանձին քեն չունեն մեր վրա, չունեն ինչ-որ հարցեր չունեն առանձին օրակարգային։ Դավիթ ջան, իրենք կարող են ունենալ ցանկացած հարց, բայց իրենք հրապարակային հայտարարում են, որ հա Ադրբեջանի հետ լուծեք հարցերը, մենք քննարկենք։ Դուք ձեր գործողությունները պայմանավորում եք մեկ այլ անկախ պետության կմահաճույքի նրանց ցանկության հետ, հա։ Դա արդեն նշանակում է, որ դուք դոմինանտ չեք, որովհետև ես պնդում եմ, որ կան Թուրքիայի շահեր, որոնք չեն համընկնում Ադրբեջանի շահերի հետ։ Հայաստանի մասով, թե ընդհանուր առմամբ։ Այդ թվում նաև Հայաստանի մասով, որովհետև Թուրքիայի Հայաստանի հարաբերությունները, սահմանային բացումները, ուրեմն տես նրանք հարյուրավոր միլիոններ ծախսեցին, ուրեմն Բաքու-Թբիլիսի ղարս երկաթգիծը կառուցելու համար, երբ կար գործող, այսինքն կառուցված դեռևս 100-ամյակից ավել գործող, այսինքն կառուցված, ոչ թե գործող, չգործող, բայց կառուցված Գյումրի ղարսը, հա, նրանք ծախսեցին հարյուրավոր միլիոններ։ Հենց Թուրքիան ծախսեց, ով ծախսեց, հա։ Հիմա
ես պնդում եմ, նորից եմ պնդում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը կան այնպիսի շահեր, որոնք չեն համընկնում եւ հակասում են իրար, այդ թվում նաեւ Հայաստանի մասով։ Եվ եթե Թուրքիան իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ընդհանրապես պայմանավորում է Ադրբեջանի ցանկությամբ, Թուրքիան չի կարող լինել դոմինանտ։ Մենք պիտի սա բացահայտենք, մենք պիտի սա բացահայտ ասենք, մենք պիտի ներկայացնենք սա աշխարհին։ Այդ թվում թուրքերին ամոթանք պիտի տանք, հասկանում ես, ամոթ չեք անում, սսկայական երկիր եք, դուք ձեր գործողությունը պայմանավորում եք մի այլ երկրի գործողությամբ, այդ դեպքում եկեք միացեք իրար, մենք հասկանանք, որ գոյություն է։ Կար Ֆիդանն ասում էր, հայկական կողմին ասում էր, խորհուրդ չեմ տալի խաղալ մեր եւ Ադրբեջանի տարաձայնության վրա, ձեր մասով մենք տենց կոնսենսուս ունենք, տենց դրվագել է եղել, մենք պիտի ոչ միայն խաղանք, մենք պիտի աշխարհին ցույց տանք այդ հակասությունը, մենք պիտի ցույց տանք, որ եղբայր, եթե դուք մի երկիր եք, մի պետություն եք, ուրեմն միաձուլվեք։ Եթե դուք ոչ, ապա դուք իրավունք չունեք ընդհանրապես դոմինացիայի, ուրեմն տարածաշրջանային առաջատար երկրի դերը ստանձնել, եթե դուք ձեր գործողությունները պայմանավորում եք այլ երկրի, այլ սուվերեն երկրի գործողություններով։ Ուրեմն երկրորդ հետևությունը եւ դասը այն է, որ մենք սխալ խաղադրույք ենք կատարել։ Եվ ուրեմն պիտի մի հատ նորից մեզ հաշիվ տանք, թե ինչ ենք անելու հետագայում, հատկապես հաշվի առնելով Միացյալ Նահանգների խաղադրույքը Իսրայելի վրա։ Իսրայելը լինելու է գալիս է դոմինացիայի այս տարածաշրջանում, ավելին ասեմ։ Նրանք այսօր այս Իրանի նկատմամբ հարձակումը գործեցին, եթե հաջողեն, որի նկատմամբ ես նույնպես իմ կասկածները ունեմ այնուամենայնիվ։ Ես էլ ունեմ, այդ է ուզում քննարկեինք, արդյոք ռեժիմը կընկնի։ Ես համարում եմ, որ Թրամփը այստեղ շատ ռիսկային գործողություն կատարեց եւ կարող է խրվել եւ թաղվել այս ամեն ինչի մեջ։ Ինչու, որովհետեւ ես դրանք անդրադառնամ հետագայում։ Խոսքը գնում է հնագույն ցիվիլիզացիոն արժեք ունեցող ազգի մասին, հա, որին դու չես կարող ուղակի պարտադրել դրսից ինչ որ քաղաքական համակարգ, ցանկացած դրսից պարտադրանք մերժվելու են ներսից, որովհետև պարսիկ ժողովուրդը գիտակցում է իր ցիվիլիզացիոն արժեքը եւ դա հնարավոր չէ տապալել ոչ մի ռումբով, ոչ մի զենքով, հրթիռներով կամ ինքնաթիռներով, դա հնարավոր չէ ուղղակի անել։ Ի վերջո, պարոն Դարփինյան, ինքնասիրություն ունեցող ժողովուրդ են, այսինքն իրենք ինչքան էլ Խոմեյնիի դեմ պայքարեն իսլամական ռեժիմի, երբ որ հակառակորդի հրթիռները կրակում են դպրոցին ու 158 երեխա է զոհվում դրանից, որը նաև ընդունել է իսրայելական կողմը, որ դա սխալմամբ տեղի է ունեցել։ Այդ մարդկանց հետ հաշտվելը շատ դժվար է, եթե ոչ անհնարին։ Նամանավանդ երբ դու համարում ես, որ դու աշխարհի կենտրոններից մեկն ես, ու երևի թե իրավացի ես, որտեղ պատմության ընթացքում եղել ես աշխարհի կենտրոններից։ Այո, շատ դժվար է, անհնար է դրա հետ համակերպվել, բայց դա գալիս է նաև փաստելու մեկ ուրիշ բան։ Թրամփի գործողությունը եւ Իսրայելի գործողությունը, համատեղ գործողությունը, բայց Իսրայելը չէր գործի, եթե Թրամփը համաձայնությունը չտար։ Միացյալ Նահանգները եթե չտային, գալիս է փաստելու, որ միջազգային իրավունք կոչվածը այլևս ուղղակի թղթի վրա գրված տողեր են եւ ոչ մի լուրջ նշանակություն չունեն։ Եվ այս իմաստով միջազգային իրավունքի տեսանկյունից Թրամփը հավասարվեց Պուտինին, որովհետեւ նույն գործողությունը ուժային ուրեմն ռուս-ուկրաինական պատերազմում, այսինքն կան շահեր, որոնք ավելի են գերադասելի են Ռուսաստանի համար, քան միջազգային իրավունքը։ Կան շահեր, որոնք գերադասել են Թրամփի համար, Միացյալ Նահանգների համար, քան միջազգային իրավունքը։ Բայց պիտի ասեմ, որ այս Եվրոպայի թուլությունը այստեղ կայանում է նրանում, որ Եվրոպան մի դեպքում խստորեն դատապարտում է, ասենք Ռուսաստանին։ Մյուս դեպքում Թրամփի պարագայում համակերպվում է այդ ամեն ինչի հետ։ Ես նկատեցի, որ միակ պետությունը, միակ կառավարությունը, որը արձագանքեց այս գործողությունների դեմ եվրոպական կառավարությունը Բելգիան էր։ Բելգիայի վարչապետը հայտարարեց, որ սա ուղղակի միջազգային իրավունքի կոպիտ խախտում է եւ ուրեմն մենք չենք համարում, որ սա ճիշտ է։ Սա ասես Բելգիայի վարչապետը։ Որևէ այլ եվրոպական պետություն, այդ թվում առաջատար պետությունները Ֆրանսիան կամ Գերմանիան կամ Անգլիան ընդհանրապես նրանք համակերպվեցին այս ամենի հետ, համարելով, որ
նրանք պիտի ուրեմն լռեն եւ հանդուրժեն այս ամեն ինչը եւ ընդունեն մեծ հաշվով այս, բայց միջազգային իրավունքը գոյություն չունի ցավոք սրտի, ուժի իրավունքն է այսօր տիրում եւ նորից վերադառնում եմ Մակրոնի ասացին, որ ուրեմն ազատ կարող ես լինել այն ժամանակ, երբ հնարավորություն ունես վախ տարածելու Բայց շատ վախենալու արտահայտություն է, բան դարձան, էլի, այսինքն ինքը ռեալ սարսափելի է։ Խնդրեմ։ Մեր սերունդը ոնց որ տենց ՄԱԿ-ի կոնվենցիաների վրա մեծացած սերունդը իրավունքների պաշտպանության, բազային ազատությունների, այսինքն մեր համար, մեր ընկալմամբ, մեր սերնդի համար ազատությունը դա մի բան է, որը քեզ իծնե տրված է, որի համար պետք չի ինչ-որ մի բան անել։ Այ դու կաս եւ դու ազատ ես։ Դա հիմա ցավոք սրտի աշխարհը ցույց է տալիս եւ մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, որ տեսնում ենք, որ ազատ լինել, լիովին ազատ լինելու համար ասում է նախագահ Մակրոնը եւ նա ճիշտ է, նա ուղղակի արտացոլում է այսօրվա իրավիճակը, պիտի ունակ լինես վախ եւ սարսափ տարածելու։ Վախ եւ սարսափ տարածելու համար պիտի ունակ լինես ուժեղ լինել եւ ուժեղ լինելու համար պիտի ունենաս միջուկային զենք։ Շարունակեմ, ուրեմն հաջորդ դասը այս իրավիճակից մենք պիտի քաղենք ելնելով Ալիևի դրսևորումներից այս իրավիճակում, այս խառնաշփոթ իրավիճակում Ալիևը հարկ համարեց Հայաստանը դասել նացիստական երկրների շարքին եւ Հայաստանին մեղադրել գենոցիդի, Խոջալույի գենոցիդի հարցում Ավելին, գիտես ինձ համար նորություն էր, ցավոք սրտի մեր մաս-մեդիան չի անդրադարձել այդ հարցին։ Ալիևը պաշտոնապես հայտարարեց, որ աշխարհում կա 22 երկիր, որոնք ճանաչել են Խոջալույի գենոցիդը որպես այդպիսին։ Դրանք 22 երկիր, որոնք Հայաստանի պետությունը, արդեն անկախ մեր հայ պետությունը, ճանաչել են որպես գենոցիդ իրականացնող պետություն։ Սա շատ վտանգավոր է։ Այսինքն գրեթե հավասար են այն երկրների քանակը, որը ճանաչել են հայոց ցեղասպանությունը Թուրքիայում, եւ հիմա Ալիևը ի հակադարձում դրան, եւ սա նույնպես Ալիևյան արտաքին քաղաքականության իմ կարծիքով հզորագույն ցուցանիշներից եւ նրանց հաջողություններից մեկն է այն, որ փաստորեն 22 երկիր պաշտոնապես ճանաչել են Խոջալույի գենոցիդը, այսինքն մեզ ճանաչել են որպես ցեղասպան պետություն, սա սարսափելի վտանգավոր բան է իմ կարծիքով եւ սա մեկ անգամ եւս վերադարձնում է մեզ այն անհրաժեշտությանը, որը մենք ցավոք սրտի չենք գիտակցում, նույն Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, որպես հենց գենոցիդալ գործողություններ որակելու եւ Ադրբեջանի բոլոր դրսևորումները Ղարաբաղյան հակամարտության ժամանակահատվածում հենց նացիստական են եղել։ Հենց նացիստական են եղել։ Մինչև այժմ էլ որևէ մեկը հայաստանյան հայկական ազգանունով Ադրբեջանի սահմանը չի կարող հատել, հասկանում ես։ Սրանից ավելի մեծ նացիզմ։ Մինչդեռ Ամասիայում վերջերս թուրքեր էին եկել ռուսական համարներով ջիպով, ման էին գալի քաղաքով եւ նոստալգիկ հիշողություններով էին կիսվում, թե խորհրդային տարիներին ինչ շենքեր ստեղ կանգնած։ Եկել են, այո, պտտվել են, եւ դա ունի մեկ բացատրություն։ Մենք քրիստոնյա ենք, մենք ներող ենք, մենք ներում ենք, մենք վատը չենք հիշում, կամ ավելի քիչ ենք հիշում։ Մենք պարտավոր ենք հիմա արդեն այս իրավիճակում, որովհետև Ալիևը ոչ միայն հայտարարեց, որ մենք նացիստական պետություն ենք, այլ ասաց, որ դա հետևողական է լինելու այդ փաստը աշխարհով տարածելու, Խոջալույի գենոցիդը, այսպես ասած, տարածելու, հանրայնացնելու, աշխարհին իրազեկելու եւ ուրեմն Հայաստանին պատժի ներկայացնելու, հա, մենք այստեղ հակակայլեր պիտի անմիջապես անենք։ Ես ենթադրում եմ, որ դեռևս պահպանվել են այդ բոլոր փաստագրական նյութերը, որոնք կարող են հենց հանդիսանալ ադրբեջանական գենոցիդ որպես որակվել եւ Սումգայիթի ջարդերը եւ Բաքվի ջարդերը, որոնք կատալիզատոր հանդիսացան Ղարաբաղյան շարժման մեծ հաշվով, չէ՞, Ղարաբաղյան շարժումը օդից չծնվեց, զրոյից չծնվեց, ծնվեց այդ ջարդերի հետևանքով։ Եվ Ղարաբաղի հայ ժողովուրդը որոշեց, որ այս ջարդերի պարագայում նա չի կարող գոյատևել այդ նույն պետության մեջ, առավել եւս որ ուներ ավտոնոմիայի կարգավիճակ արդեն սովետական միության ժամանակահատվածում։ Այդ պարագայում
Իմ կարծիքով մենք պիտի հիմա վեր հանենք, ակտիվորեն միջազգային ատյաններում ներկայացնենք, որովհետև դրան հակակայլ ուրիշ չկա, մենք պիտի ներկայացնենք մեր դեպքերը, եւ մենք ունենք այստեղ աշխարհահռչակ մի վկա, որին ցավոք սրտի մենք ուշադրություն չենք դարձրել հայտնի պատճառներով։ Խոսքը աշխարհի լավագույն շախմատիստ Գարի Կասպարովի մասին է, որը կենթանի վկա է այն բարբարոսության եւ գենոցիդի, որը տեղի է ունեցել Բաքվում, հա, այսինքն համաշխարհային մի աստղ, մի մարդ, որը կարող է վկայություն տալ, եւ նա տալիս է այդ վկայությունը, ասեի անդամ հիմա, Եվրոպարլամենտի անդամ է, մենք դրա հետևից չենք գնում, այսինքն մենք Կասպարովին առանձնապես այդպես ուշադրություն չենք դարձրել, նրա հակապուտինյան, հակառուսական ուրեմն դիրքավորման տենց ենք Իրան ընկալել որպես հակապուտինյան ռուս քաղաքական գործիչ։ Մենք իրան տենց ենք վերաբերվում։ Այո, եւ մեր շփումները նրա հետ մենք ըստ էության դադարեցրել ենք, որևէ առնչություն չունենք, որովհետեւ դա կարող է Ռուսաստանի կողմից որակվել որպես իրենց, ասենք, քաղաքական թշնամու հետ, ասենք, որոշակի հարաբերություններ, բայց մեզ պիտի չհետաքրքրի Կասպարովի Ռուսաստանի ուրեմն այդ հարցը։ Նրանց հարաբերությունները, նրանց խնդիրներն են, իրենք թող իրենք պարզաբանեն։ Մեզ հետաքրքրում է Կասպարովը որպես համաշխարհային մի դեմք, որը կարող է կենթանի վկայություն տալ Բաքվում իրականացված ցեղասպանական ջարդերի վերաբերյալ, հասկանում ես, եւ նա լսելի կդառնա աշխարհում։ Նա լսելի է աշխարհում, նրան լսում են այսօր աշխարհում, հասկանում ես։ Եվ մենք ունենք այդ ռեսուրսը, որը պիտի օգտագործենք։ Հասկանում ես, մի կողմ դնենք հիմա արդեն առավել եւս հիմա նրա եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Մի քանի դրվագում ինքը խոսել է, սիրելի ռադիոլսողներ, հարցազրույցներից մեկում իրան հարցրել են, երբ կվերադառնաս Բաքու, կուզես թե չէ, ասել է շատ կուզեմ, բայց կվերադառնամ մենակ այն պայմանում, երբ բոլոր մարդիկ, ովքեր որ հայկական ազգանուններ ունեն, հնարավորություն ունենան Բաքու այցելելու, այսինքն անհատական ասած հրավերներ ստացել եմ, բայց չեմ գնալու անհատական հրավերով։ Երբ որ բոլորի համար բաց կլինի, այդ ժամանակ ասած սիրով կայցելեմ այդ քաղաքը։ Բացի դրանից, Դավիթ ջան, ոչ մեն, այդ չէ որ Կասպարովը ոչ միայն հայ է, նաև հրեա է։ Այո։ Հա, նա Գարի Կիմովիչ Վայնշտեյնն է, հա։ Այսինքն սա կարելի է ներկայացնել նաև որպես հրեական բանը հանրության նկատմամբ գործած չարագործություն, որովհետև նա կենթանի վկա է, նորից եմ կրկնում, մազապուրց եղած հայ տասնյակ հազարավոր հայերի կենթանի վկա է, չէ՞, մնացածը ասենք ինչ որ ձևով տարալուծվել են, ասենք Միացյալ Նահանգներում հիմնականում, դեռ Ռուսաստանում կան նաև Բաքվի հայերը, բայց Կասպարովին մենք պարտավոր ենք օգտագործել եւ սա զորագույն արգումենտ կլինի մեր կողմից իմ կարծիքով մեկ։ Երկրորդը մենք տեսեք, երբ մենք ցեղասպանության խնդիրը աշխարհով տարածում ենք եւ հասնում ենք ճանաչման միջազգային, Թուրքիան հանդես եկավ մի հայտարարությամբ, ասաց մենք չենք արել ցեղասպանություն, պատրաստ ենք բոլոր արխիվները բացենք, մենք էլ բացենք, դուք էլ բացեք, եկեք նայենք։ Դա պատրաստի, այսպես ասած, բանը դեղատոմս է մեզ։ Նույն բանը մենք կարող ենք հայտարարել, ընկեր Ալիև, ուրեմն, եկեք մենք էլ բացենք, դուք էլ բացեք, եկեք նայենք եւ միջազգային քննարկման ներկայացնենք, հասկանանք ով է ցեղասպանը։ Ում ու երբ, այո, ու որտեղ։ Ցեղասպանը դուք եք։ Եվ նացիստական պետությունը այսօր կարող է որակվել միայն Ադրբեջանն է, այսինքն մենք պիտի թույլ չտանք, որպեսզի նման արտահայտություններ լինեն։ Ես հորդորում եմ եւ մեր դասը սա է, որովհետեւ Ալիևը չի կանգնելու, նա կանգ չի առնելու այս հռետորաբանության մեջ, նա շարունակելու է ներկայացնել Հայաստանը եւ հայերին որպես նացիստական պետություն։ Սրան պետք է հակակայլեր ձեռնարկել։ Ես չեմ տեսնում այդ հակակայլերը եւ դրանք շատ վտանգավոր են իմ կարծիքով։ Այո, հայտարարեք, որ պատրաստ ենք բացելու արխիվները, միջազգային քննություն իրականացնելու, դուք եք բացում, մենք էլ ենք բացում, մենք պատրաստ ենք դրան։ Պատասխան է պետք, պատասխան չենք տալիս, դա շատ վտանգավոր եմ կարծիքով։ Հաջորդ դասը, տես Դավիթ, ուրեմն Իրանը հարվածեց Կիպրոսի տարածքում գտնվող բրիտանական բազային։ Հա, Կիպրոսի տարածքում գտնվող Կիպրոսը, որը Եվրոպական միության անդամ է։ Իրանը Բրիտանիային, որը չի հարձակվել Իրանի վրա։ Բրիտանիան դնենք մի կողմ, Կիպրոսը տարածք է, հա, որ Եվրոպական միության անդամ, որին հարվածեց Իրանը եւ պատճառաբանելով, որ այո, կա բրիտանական բազա
որը անմիջապես այդ հարվածից հետո ինչ ասաց Քիր Ստարմերը, այսինքն Բրիտանիայի վարչապետը, ասաց մենք արձակողական գործողությունների համար մենք թույլտվություն չենք տվել, մենք միայն պաշտպանողական ենք տվել, այսինքն մենք Միացյալ Նահանգներին տալիս ենք այդ բազան միայն պաշտպանողական, ինչ պետք է պաշտպանողական լինենք, Կիպրոսում, հարձակվում են, նրանք չեն պաշտպանվում, չէ՞, այսինքն ակնհայտորեն Ստարմերը վախեցավ։ Ինչ ասաց Կիպրոսի նախագահը, նա էլ վախեցած ասաց, ախր մենք կապ չունենք, ախր մենք այստեղ ոչ մի կապ, Եվրոպական միության երկրի նախագահը ասաց, ախր մենք այստեղ ոչ մի կապ չունենք, մեզ ինչ են հարվածել, հասկանում ես, ընդամենը խեղճուկրակ մի հայտարարություն։ Հետո դրան հետևեց Մարկ Ռյուտեի հայտարարությունը։ Ասաց դե ՆԱՏՕ-ն ընդհանրապես կապ չունի, մենք ՆԱՏՕ-ի երկրներ ասաց մենք, այսինքն հասկանում ես, անգամ Իրանի այսօրվա ռազմական կարծես թե սահմանափակ հնարավորությունների ոչնչացված Իրանը, ամերիկյան լրատվամիջոցները որ նայես, ասում են որ բան չի մնացել Իրանից, վերջ։ Դա հիմա իրանական այդ սահմանափակ ռազմական հնարավորություններ ունեցող երկրի նկատմամբ դες ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասում է դե ՆԱՏՕ-ի երկրները այդտեղ կապ չունեն, եւ այն բարձ է, այսինքն Կիպրոսը դե բարձ է ֆորմալ իմաստով ՆԱՏՕ-ի երկիր չի կարող լինել, որովհետեւ Թուրքիայի հետ ունի այդ բանը տարածքային կոնֆլիկտ ունի, ուրեմն հյուսային Կիպրոսի հետ կապված, բայց թե փաստը մնում է փաստ, ուրեմն հետևությունը հետևյալն է. ցանկացած երկրի տարածքում, եթե կա օտարերկրյա ներկայություն, դա կարող է դառնալ այդ երկրի նկատմամբ թիրախ լեգիտիմ թիրախ փաստորեն լեգիտիմ։ Այսինքն Մի հետևություն էլ կա, որ մենակ հապկը չի հապկելի, ՆԱՏՕ-ն էլ է հապկ ժամանակ առ ժամանակ։ Ուրեմն ՆԱՏՕ-ն մաքուր հապկ է։ Ոչ մի տարբերություն ես չտեսա, որովհետև նրանք որևէ հայտարարություն չարեցին, որ միանում են Միացյալ Նահանգների գործողություններին, դրանք մայախատը սկրայու կանգնեցին մի կողմ, մենք կապ չունենք, մենք ՆԱՏՕ-ի երկրները ասես ներգրավված չեն, այսինքն մենք կապ չունենք, այն բանը խեղճուկրակ Կիպրոսը հայտարարեց, ասաց ախր մենք ինչ տղա, մենք ախր ոչ մի բան չենք անում, այստեղ մեզ խփեցին բան, իսկ Բրիտանիայի վարչապետը, հզոր Բրիտանիայի վարչապետը հայտարարում է, ասում է ախր մենք էլ տրամադրել ենք ոչ թե հարձակողականի համար, այլ պաշտպանողականի համար, այն էլ սկզբից չեն էլ ուզում տրամադրել Միացյալ Նահանգներին, որովհետև դե սա իսկապես բան է շատ ինչ ասեմ, բան է, շատ ծանր որոշում է Տրամպի կողմից եւ ենթադրում է ոչ միանշանակ ելքեր այս ամեն ինչը։ Բայց ելքը որ եղավ, ինքը այդ ՆԱՏՕ-ի Ռյուտեից էլ, բանից էլ վերջում հարցեր է, չէ՞, տալու։ Ասելու է, երբ որ մենք Իրանի հետ դեմ կռվում էինք, դուք ոնց որ սաղդ մի կողմ քաշվեցինք։ Դա դրա դիմաց արդեն Մակրոնը պատասխանեց, որ ես պատրաստ եմ իմ տանիքը տալ Եվրոպային եւ ոչ թե Միացյալ Նահանգների տանիքը օգտագործեք, այլ բանի։ Եվ այստեղ հետևությունը ո՞րն է։ Իմ կարծիքով Թրիփի ճանապարհի մասին այդ պայմանավորվածությունը համաձայնությունը որ տեղի ունեցավ, Տրամպը այդ պահին արդեն գիտեր, որ հարվածելու է Իրանին։ Շատ նման գիտեր, որ հարվածելու է, որովհետեւ այլապես վտանգը, որ Իրանը կհարվածի Տրիփին եւ ուրեմն մեր սահմանին եւ ուրեմն մեր տարածքին շատ ավելի մեծ էր։ Եվ հայ-իրանական բանակցությունները այդ առումով որևէ դրական ելքի չեն բերել, որովհետեւ մերոնք ասում են, որ դե մենք բացատրում ենք, բայց մեր բացատրությունները նրանք չեն ընդունում եւ այդպես էլ համաձայնություն չկար այդտեղ։ Վտանգը կայանում է նրանում, որ հնարավոր չէ տապալել ցիվիլիզացիոն արժեք ունեցող երկիր ցանկացած զենքով։ Իհարկե մոդելը նախագահ Տրամպը եւ իսրայելական ղեկավարությունը մոդելը ուզում են կրկնօրինակեն Վենեսուելայի մոդելը։ Պատահական չէ, կարծում եմ, որ Իրանում այդ տրիումվիրատը, որը այսօր ձևավորվել է, որոշում չի կայացնում դեռևս նոր այաթոլլայի մասին, որովհետև ենթադրվում է, որ ինչպես հին այաթոլլային, այդպես օրը ցերեկով ուղղակի ոչնչացրեցին, նույն գործողությունը կլինի ցանկացած նոր այաթոլլայի նկատմամբ։ Իմ կարծիքով այդ այաթոլլայի ընտրությունը իրենք կհետաձգեն, իմ կարծիքով, համենայն դեպս եթե չհետաձգեցին, վտանգային է, որ շարունակվելու է այդ ամեն ինչը, բայց անգամ շարունակվելով ես չեմ պատկերացնում, որ հնարավոր կլինի
համակարգը փոխել, որովհետև առնվազն կեսը կեսի վրա է այսօր Իրանում, առնվազն, եթե ոչ ավելի մեծ գերակշիռ մաս է կազմում բնակչության ռեժիմը չի քանդվում, այսինքն ներսից չի երևում այդ շարժումը։ Կարող է ներսից լինել քաղաքացիական պատերազմ, լոկալ, բայց դա ոչ մի լավ բանի չի բերելու, այդ թվում նաև Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, որովհետև դա անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, այդ թվում նաև մեզ համար, հա, որովհետև դրսից ռեժիմ փոխելը իմ կարծիքով այնպիսի երկրներում ինչպիսին է Պարսկաստանը եւ թույլ տուր ասել նաեւ ինչպիսին է Հայաստանը, եթե ցիվիլիզացիոն արժեք ունենք մենք եւ եթե գիտակցում ենք մեր այդ արժեքը, դրսից ռեժիմ փոխելու հնարավորությունը շատ սահմանափակ է մեկ եւ եթե անգամ այդ ռեժիմը փոխվում է դրսից, ապա դա ոչ կայուն ռեժիմ է լինում եւ վերջի վերջո հաղթելու է ցիվիլիզացիոն արժեք ունեցող ազգի արժանապատվությունը։ Դրալ դեպքում իմ կարծիքով Իրանի ժողովրդի արժանապատվությունը։ Այնպես որ հետևենք այդ ընթացքին եւ տեսնենք թե արդյոք նրանք պատրաստ կլինեն նոր այաթոլլա ընտրելու թե ոչ, այնտեղ 88 հոգևոր լիդերներ են, որոնք պետք է հավաքվեն եւ որոշում կայացնեն։ Նրանք կարող են այդ որոշումը կայացնել այսօր, երեք, ուրեմն հիմա, հա, բայց նրանք չեն կայացնում այդ որոշումը գիտակցելով, որ այդ նոր այաթոլլան ընդամենը կլինի թիրախ եւ ցանկացած հաջորդ այաթոլլան։ Այս իմաստով միգուցե այս տրիումվիրատը ավելի երկար կաշխատի եւ կփորձի ինչ որ եզրեր գտնել համաձայնության Միացյալ Նահանգների հետ։ Ուրեմն այս բլոկի հետևությունը եւ մեր դասը այն է, որ օտարերկրյա ցանկացած ներկայություն սուվերեն տարածքում կարող է լինել թիրախ այդ սուվերեն տարածքի համար։ Մեկ հետևություն եւ հաջորդ հետևությունը, որ ՆԱՏՕ-ն այնպես ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը որևէ դերակատարում կարող է չունենալ այնպիսի իրավիճակներում, ինչպիսին այսօր մենք տեսնում ենք եւ ինչպիսին կար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ։ Եվ մի հետևություն եւս, որ ռեժիմի փոփոխությունը դրսից չի կարող լինել հարատև, կարող է լինել միայն ժամանակավոր եւ այն երկրները, որոնք շեշտը, հենքը դնում են իրենց քաղաքակրթական արժեքների վրա, նրանք իմ կարծիքով անպարտելի են։ Այստեղից հետևություն։ Մեր քաղաքակրթական արժեքներից հիմնագույնը դա քրիստոնեությունն է, հա, այսինքն մենք պիտի ապավինենք այդ քրիստոնեությանը եւ թույլ չտանք որևէ քրիստոնեության նկատմամբ ոտնձգություն եւ հավատքի հավատքը ներկայացնող կառույցների նկատմամբ։ Ես կհորդորեի այսօր Փաշինյանին չշարունակել եկեղեցու դեմ այս արշավը, որովհետև դա հենց իրեն է վնասելու եւ հենց իրեն է վնասում, երկրին է վնասում, պետությանն է վնասում, եկեղեցուն է վնասում, բայց նաեւ հենց իրեն է վնասում։ Գիտես, Վարշավայում մի արտահայտություն թույլ տվեց Փաշինյանը, երբ իրեն հարցրեցին ինչպես է վերաբերվում ես ամերիկա-իրանական հակամարտությանը եւ այլն, ասաց դե մենք փոքր երկիր ենք, դա մեր խելքի բանը չէ, էլի մենք այսինքն ուզում ենք որ խաղաղություն լինի բան, բայց մենք պիտի չգնահատենք իրավիճակը եւ այլն։ Ես պիտի հորդորեմ մեզ փոքր երկիր չդասել, որտեւ եթե դու ինքդ քեզ դասում ես որպես փոքր երկիր, քո ախոյանները քեզ կդասեն ավելի փոքր երկիր, եւ քեզ ուղղակի կտանեն ոչնչացման։ Եվ առավել եւս որ մենք որպես քրիստոնեության առաջնեք չենք կարող դե ֆակտո եւ դե յուրե լինել փոքր երկիր։ Մենք չենք կարող լինել դա։ Մենք իրավունք չունենք լինելու փոքր երկիր։ Դες Իսրայելը մեզանից փոքր է տարածքով։ Հա, Իսրայելը հավակնում է լինել տարածաշրջանային լիդեր։ Հասկանում ես։ Եթե Իսրայելը գիտակցեր, որ ինքը փոքր երկիր է, իր ասած այդքան կարևոր չի, վաղուց կոչնչացնեին։ Մենք այնպիսի վիճակում ենք, այնպիսի շրջապատում ենք գտնում, այդ թվում նաև մեծ երկրները հաշվի առնելով, որ եթե մենք մեզ գիտակցենք եւ գնահատենք որպես փոքր երկիր, մեզ ուղղակի կոչնչացնեն։ Հորդորում եմ գիտակցել, որ մենք փոքր երկիր չենք։ Մենք պիտի
ունենանք հավակնություններ, թեկուզ եւ այնքանով, որ մենք ցիվիլիզացիոն արժեք ներկայացնող ազգ եւ պետություն ենք։ Հարևանները մեծ չեն, իրանք խոշոր են։ Իսկ մենք պիտի դառնանք մեծը, ամեն ինչ անենք, որ մեծը լինենք։ Սա Դարփինյանի ժամներ, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք Դավիթ Խումարյանների երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ պրոֆեսոր Արմեն Դարփինյանը։ Այսքանը։